Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրապարակել է Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման նպատակով մշակված 20 կետանոց խաղաղության ծրագրի հիմնական դրույթները, որոնք Կիևը քննարկում է Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքով ծրագիրը կարող է դառնալ ապագա խաղաղության համաձայնագրերի հիմք, սակայն երկու առանցքային հարցերի շուրջ տարածքների վերահսկողության եւ Զապորոժիեի ատոմակայանի կարգավիճակի վերաբերյալ կողմերը դեռևս համաձայնության չեն հասել։ Զելենսկու հայտարարությունները հրապարակվել են շաբաթներ տևած ինտենսիվ բանակցություններից հետո, որոնց ընթացքում ըստ Ուկրաինայի նախագահի բազմաթիվ տարաձայնություններ հարթվել են, սակայն ամենազգայուն հարցերը դեռ պահանջում են քաղաքական բարձր մակարդակի քննարկում։ Խաղաղության ծրագրի առանցքային կետերից է Ուկրաինայի ինքնիշխանության հաստատումը եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության մասին իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի կնքումը։ Փաստաթուղթը նախատեսում է շփման գծի երկայնքով մոնիթորինգի մեխանիզմի ներդրում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ուկրաինային առաջարկվում են անվտանգության երաշխիքներ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի եւ եվրոպական պետությունների կողմից ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի օրինակով։ Ըստ ծրագրի, եթե Ռուսաստանը վերսկսի ռազմական գործողություններն անմիջապես կհետևի պատասխանը եւ կվերականգնվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Միաժամանակ նախատեսվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը խաղաղ ժամանակ կկազմի 800,000 զինվորական, իսկ երկիրը կպահպանի իր ոչ միջուկային կարգավիճակը։ Մենք խաղաղություն ենք առաջարկում ոչ թե ժամանակավոր դադարի, այլ կայուն անվտանգության հիմքի վրա։ Եթե անգամ ագրեսիան կրկնվի, աշխարհը պետք է անմիջապես արձագանքի դրան։ Տարածքների հարցը Զելենսկին բնութագրել է որպես ծրագրի ամենադժվար կետ։ Ուկրաինական կողմն առաջարկում է ռուսական զորքերի դուրսբերում Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի եւ Խարկովի մարզերից, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում փաստացի ճանաչել շփման գիծը համաձայնագրի կնքման պահին։ Ռուսաստանն իր հերթին պնդում է ուկրաինական զորքերի լիակատար դուրսբերումը Դոնբասի ամբողջ տարածքից, նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից, նշելով, որ դրանք 2022 թվականի հանրաքվեից հետո ընդգրկվել են Ռուսաստանի կազմում։ Ամերիկյան կողմն առաջարկում է փոխսիջումային տարբերակ ազատ տնտեսական գոտու ստեղծում վիճահարույց տարածքներում։ Եթե այդ բանաձևը չընդունվի, փաստաթուղթը կարող է ներկայացվել համազգային հանրաքվեի։ Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության հարցը մնում է չլուծված։ Վաշինգտոնն առաջարկում է եռակողմ կառավարում Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որտեղ հիմնական կառավարիչը կլինեն ամերիկացիները։ Կիևը սակայն պնդում է, որ Ռուսաստանը չպետք է մասնակցի կառավարմանը, առաջարկելով ԱՄՆ-Ուկրաինա 50-50 մոդել։ Ռուսաստանն էլ նախկինում կտրականապես բացառել է ԱԷԿ-ի վերահսկողության փոխանցումը կամ համատեղ օգտագործումը։ Ծրագրի տնտեսական հատվածը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին ֆիքսված ժամանակացույցով, ազատ առևտրի համաձայնագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, նաև լայնածավալ վերականգնման ծրագիր։ Նախատեսվում է ստեղծել մի քանի հիմնադրամ, շուրջ $800 միլիարդ ներդրումներ ներգրավելու նպատակով։ Զելենսկին ընդգծել է, որ միջազգային գործընկերներից ստացված բոլոր միջոցները կուղղվեն բացառապես Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներին։ Հումանիտար մասում ներառված են գերիների փոխանակում, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, քաղաքացիական անձանց եւ երեխաների վերադարձ, նաեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում մինչեւ 100 օրվա ընթացքում ընտրությունների անցկացում։ Կրեմլը մինչեւ այժմ խուսափում է փաստաթղթի բովանդակության հրապարակային գնահատականներից։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան նման հարցերը հրապարակային չի քննարկում։ Ռուսաստանը շարունակում է հանձնառու մնալ խաղաղության հասնելուն, սակայն նման բարդ հարցերը պետք է քննարկվեն փակ բանակցային ձևաչափերում։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը Մայամիում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումները գնահատել է արդյունավետ եւ կառուցողական, նշելով, որ Մոսկվան եւս ցանկանում է հասնել խաղաղության։ Խաղաղության վերաբերյալ քննարկումներին զուգահեռ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով դեկտեմբերի 24-ի գիշերը Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, բռնկվել է հրդեհներ։ Ուկրաինայի զինված ուժերի հաղորդմամբ նույն գիշերը Ռուսաստանը կիրառել է 116 անօդաչու թռչող սարք, որոնցից 60-ը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ Ուկրաինայի իշխանությունները եւ միջազգային կազմակերպությունները քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածները որակում են որպես պատերազմական հանցագործություններ, մինչդեռ Ռուսաստանը պնդում է, որ թիրախավորում է ռազմական օբյեկտներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։